Իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստվում էին 1995 թվականի խորհրդարանական ընտրություններին, սահմանադրական հանրաքվեին ու 1996 թվականի նախագահական ընտրություններին։ Դեկտեմբերին նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ամենազորեղ ընդդիմադիր ուժի Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը։ Հայտնի դրոյի գործով իշխանությունը դրո խմբավորմանը եւ ՀՅԴ-ին մեղադրում էր դրամաշորթության, զինված խմբավորումների ստեղծման, ահաբեկչական գործողությունների ու քաղաքական սպանությունների մեջ։ Տեր-Պետրոսյանը դրո կառույցին էր մեղսագրում նաեւ Երևանի նախկին քաղաքագլուխ Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Ամբարձում Գալստյանի սպանությունը։ Այս փուլում սրվել էին Վանո Սիրադեղյանի եւ իշխող ՀՀՇ-ի ու դրա նախագահ Տեր Հուսիկ Լազարյանի հարաբերությունները, ինչը ակնհայտ էր Սիրադեղյան կառավարություն ՀՀՇ հակասությունից։ ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը մայիսի 31-ին հայտարարեց, որ ոմանք չունենալով քաղաքական նպատակներ ձգտում են անկատար ու խառը ժամանակներում շահ ստանալ կամ ձեռք բերել ավելի մեծ իշխանություն։ Նա մեղադրեց Սիրադեղյանին վտանգավոր մակերեսային մոտեցումների մեջ, վերջացնելով իր ելույթը այն սպառնալիքով, թե այլևս չի հանդուրժի նրանց գործողությունները, ովքեր իշխանության կառույցների նկատմամբ հանդես կգան կամարական վերաբերմունքով կամ կփորձեն պետական կառույցները օգտագործել անձնական հարաբերություններ պարզելու համար։ Սիրադեղյանը ՀՀՇ-ի հենարան համարվող կառավարությանը մեղադրում էր կաշառակերության ու գողության համար, զուգահեռաբար իրեն ու իր համակարգին ներկայացնելով նախագահ Տեր-Պետրոսյանի միակ ու վստահելի հենարան։ Նա նույնիսկ հայտարարեց, որ սահմանադրության ընդունումից հետո ՀՀՇ-ն կավարտի իր պատմական առաքելությունը։ Տեր-Պետրոսյանի իշխանությունը ռեբրենդինգի կարիք ուներ, այն պետք է դիստանցավորվեր ՀՀՇ-ից, ներկայանար որպես բոլորի, ոչ թե ՀՀՇ-ի իշխանություն, թուլացնելով իշխանություն ժողովուրդ լարումը։ Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն նշանակվեցին նույն օրը, 1995 թվականի հուլիսի 5-ին։ Սահմանադրությանը կողմ քվեարկեց ընտրողների 68%-ը։ Խորհրդարանական ընտրություններում 43.9%-ով հաղթեց Իշխանական Հանրապետություն դաշինքը, որը ներկայացնում էին ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն եւ մի քանի այլ կուսակցություններ։ Երկրորդ տեղում Շամիրամ կուսակցությունն էր 17.4%-ով, երրորդը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր 12.4%-ով, չորրորդ տեղում նախկին վարչապետ, պաշտպանության նախարար, նախկին Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Վազգեն Մանուկյանի ազգային ժողովրդավարական միությունն էր 7.7%-ով, հինգերորդը Պարույր Հայրիկյանի ազգային ինքնորոշում միավորումն էր 5.7%-ով։ Շամիրամը 1990-ականների առաջին կեսի ֆենոմեններից էր, որը 8 անդամով անցավ խորհրդարան, հավաքելով 130,000 ձայն, առաջ անցնելով հիմնական ընդդիմադիր ԱԺՄ-ից ու կոմունիստներից։ Քաղաքում խոսում էին, որ Սիրադեղյանն է կանգնած Շամիրամ կանանց կուսակցության բրենդինգի ու առաջխաղացման հետևում։